Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Վաղուց այս ֆորմատով չեմ հանդիպել, ավելի նեղ խմբերով ենք հանդիպում, կառաջարկեի այսօր մենք շատ ազատ շփում ունենանք, չկան փակ թեմաներ, չկան արդյունված հարցեր, փորձեմ մի կարճ ներածական խոսք ունենալ, ինչը հնարավորություն կտա, այսպես ասենք, եւ կողմնորոշելու եւ հունի մեջ մտնելու համար։ Հիմա երևի առաջի եւ ամենից կարևոր հարցը, թե ինչ պետք է անի երկրի առաջնորդը, եթե ինքը շարժվում է երկրի եւ ժողովրդի շահերից։ Մի քանի sense ֆունդամենտալ կետ, բազային կետ։ Առաջինը պիտի ամրապնդի եւ ամենից կարևորը երկրի պետականություն։ Չէ՞ սա է։ Սա նույնն է, որ մի ընկերության տնօրեն պետք է մտածի այդ ընկերության մասին եւ այլ։ Հիմա ինչ է նշանակում ամրացնել պետականություն։ Առաջի հերթին անվտանգություն, իսկ անվտանգությունը դա բանակն է եւ ռազմաքաղաքական դաշնակիցներ, պայմանագրեր, երկրորդը դա ազգային ինքնության ամրապնդում, ազգային ինքնությունը դա պետականության հենասյուներից մեկն է։ Կան բազմաթիվ երկրներ, որտեղ բավական պրոբլեմային է հաստատել ազգային ինքնություն կապված տարբեր էթնոսների հետ եւ այլ, Հայաստանը այդ պրոբլեմը չունի իսկապես։ Հայաստանում հնարավոր է ունենալ, ամրացնել այնպիսի ինքնություն, որը ուղղակի հնարավոր չի որևէ կերպ ջարդել։ Երրորդը դա տնտեսությունն է, եւ տնտեսությունը պետք է լինի ներառական եւ դրա հիմքում պետք է լինի բարենպաստ ներդրումային միջավայր։ Նայեք նույնիսկ Միացյալ Նահանգների պես երկրի նախագահ, օրինակ Տրամպը, բոլոր հանդիպումների ժամանակ խոսում է Միացյալ Նահանգներում ներդրումների մասին։ Եվրոպացիներին ճնշելով ստիպեց, որ հսկայական գումարների խոստում տան, մոտ 600-700 միլիարդ դոլարի չափ։ Նույնիսկ Սաուդյան Արաբիայի թագաշարանի հետ խոսալուց մոտ 1 տրիլիոն դոլարի ներդրումային խոստում ստացավ։ Միացյալ Նահանգները։ Պատկերացրեք, ինչ պետք է անի Հայաստանը այդպիսի միջավայր ձևավորելու համար։ Հաջորդ կարևոր բաղադրիչը դա ներքին կայունությունն է։ Իսկ ներքին կայունությունը ուղղակի հնարավորություն է տալիս կոնսոլիդացնել հանրության, այսպես էներգիան, հանրության հնարավորությունները, ներուժը պետական նպատակների հասնելու համար։ Սենց մի քանի սենց կարևոր բաղադրիչներ ես ուղղակի ձեզ դվարկեցի։ Հիմա իմ մոտ հարց է առաջանում։ Իսկ ինչ է արվում այսօր Հայաստանում այդ կարևոր բաղադրիչների վերաբերյալ։ Անվտանգությունը ուղղակի քայքայում են բանակը արդեն ենթադրաբար քայքայել են ռազմաքաղաքական դաշնակցությունը։ Երկրորդ, ինչ է արվում ազգային ինքնության հետ դուք տեսնում եք։ Հարձակվել են այդ ինքնության 3 ամենից կարևոր բաղադրիչների վրա։ Եկեղեցի, պատմություն եւ սիմվոլներ։ Պատմությունը իրական Հայաստան, պատմական Հայաստան, այդ անիմաստ անհասկանալի հակադրությունը եւ մյուս կոմպոնենտները չմանրանան։ Տնտեսական զարգացումը։ Երևի Հայաստանը առաջի երկիրն է, երբ տնտեսությունը զարգանում է, բայց աղքատությունը չի իջնում։ Ուրեմն ներառական չի։ Ներդրումային միջավայրը ուղղակի քայքայվել է։ Ինչ է արվում բաշխիչ ցանցերի հետ, ինչ է արվել Քաջարյանի հետ, պետական ռեկետը համատարած է, հատկապես խոշոր մեծ բիզնեսների նկատմամբ։ Սա այն իրավիճակն է, որը ունենք, եւ հաջորդ կարևորագույն բաղադրիչը դա ներքին կայունությունն է, վստահությունն է ժողովրդի կառավարության եւ ընդհանրապես ժողովրդի միջեւ, վստահության մակարդակի բարձրացումը։ Ինչ է արվում Հայաստանում։
քայքայվում է հակադրելով բոլորի նույնիսկ եկեղեցում ենթադրյալ կուսակրոնությունը հաղթած, այսպես ասենք, սրբազաններին հակադրում են նույն ձևով ենթադրյալ կուսակրոնությունը հաղթած սրբազաններին։ Նույնիսկ այդ միկրո, այսպես հակադրության մեջ է մտել այսօր գործող վարչապետ։ Խայտարակություն։ Բայց հարցը հետևյալն է. ինչի համար է այս ամենը արվում։ Ինչն է մոտիվացիան։ Արվում է ճիշտ հակառակը նրան, ինչը հմուտ պետության առաջնորդը պետք է անի։ Այս ուղղակի թվարկեցի մի քանի հատ կարևոր բան, թե ինչի վրա պետք է էներգիան ուղղված լինի, եւ նաեւ ցույց են տալիս, թե ինչ արվում։